Այս տարիների ընթացքում, երբ դու մասնակցել ես տարբեր համերգների, ինչ ես սովորել, ինչպես պետք է հանդիսատեսը պահի իրեն, ինչպիսի խորհուրդներ կտայիր հանդիսատեսին, որպեսզի նրանք ճիշտ պահեն իրենց համերգի ընթացքում։ Բարև ուսուցիչ, ես սովորել եմ, որ հանդիսատեսը պետք է բացարձակ լրություն պահի և շատ կարևոր է նաև հանդիսատեսը միշտ հիշի, որ պետք է օգտագործի ծափեր, երբ տեղն է։ Օրինակ կատարման ազդեցիկ հատվածի կամ կատարման ավարտից հետո, բայց ոչինչ չպետք է լինի այնպես, որ դա խանգարի մնացածին, չնայած մեր ոգևորվածությանը։ Դա հենց այդպես է։ Հանդիսատեսի պահվածքը համերգի հաջողության հետ մեծ կապ ունի։ Այսպիսի մանրուքներն են ստեղծում անմոռանալի և ներդաշնակ հիշողություններ։ Ասա խնդրեմ այլ կարևոր բաներ հանդիսատեսի համար։ Շատ կարևոր է, որ հանդիսատես իր ուշադրությունը չուղղի հեռախոսներին, պետք է բոլորն կենտրոնանան հենց երաժշտության վրա, դառնալով մասնակից ոչ միայն լսելու, այլ զգալու մեջ։ Բառացիորեն շատ ճիշտ ես ասում։ Երաժշտությունը պետք է դառնա բոլորի միասնության մեջ մի ամբողջություն։ Ցանկանում եմ հավելել, որ հանդիսատեսը պետք է լքի դահլիճը միայն համերգի ավարտից հետո, իսկ ընթացքում դուրս գալ և ներս մտնել կարելի է միայն ծափերի ընթացքում, երբ ավարտվել է ելույթը։ Բացառությամբ, եթե կան դահլիճում մանկահասակ երեխաներ և նրանք աղմկում են, ծնողները անհապաղ պետք է երեխային դուրս հանեն դահլիճից, չխանգարելով ելույթը և հանդիսատեսին։ Ուզում եմ քեզ հաջողություն մաղթել ու հավատում եմ, որ քո խոսքը շատ օգտակար կլինի հանդիսատեսին։ Շնորհակալություն Միքայել Ազատ, ձեր խորհուրդները շատ արժեքավոր են։ Աշոտ Հայրապետի Դադալյան ծնվել է 1907 թվականի ապրիլին, Գորիսում։ Ծննդյան օրը հստակեցված չէ, նշվում են ապրիլի 12-ին կամ 25-ին։ Հայ Գուսան, ՀԽՍ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, ԽՄԿԿ անդամ, եղել է գառնարած, վաղ հասակում զրկվել է մորից։ 1921 թվականին տեղափոխվել է Բաքու ավագ եղբոր մոտ։ Այստեղ հովվական սրինգը փոխարինել է Քամանչայով, սովորել է Բաքվի բաների դպրոցում։ 1928 թվականին վերադարձել է Զանգեզուր և զբաղվել գուսանությամբ։ 1942 թվականին հրատարակվել են նրա երգերը՝ գուսանական երգեր, Գուսանի սերը, Սիրո կտավներ, Ծովասխիկս և այլ երգարաններում։ 1948 թվականին բնակություն է հաստատել Երևանում։ Իր ղեկավարած անսամբլով համերգներ են տվել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Նրա երգերը կատարվել են բազմաթիվ երգիչների կողմից։ Մահացել է 1989 թվականի հունվարի 28-ին։ Պարգևներ։ Աշխատանքային գերազանցության համար մեդալ 1956 թվականին։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ 1967 թվականին։ Շչորս Դարցյանը Աշուղի մասին։ Գուսան Աշոտը Զանգեզուրի հանճարեղ զավակն է, Գորիսի հարստությունը և այդ անկրկնելի քաղաքի պատմությունը։ Սիրելի հյուրեր, ողջունում ենք ձեզ այս գեղեցիկ ու անմոռանալի երեկոյին, որը նվիրում ենք հայ աշուղական արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի Աշուղ Աշոտի հիշատակին։ Խնդրում ենք համերգի ամբողջ ընթացքում պահպանել հարգալից մթնոլորտը։ Եվ հիմա սիրով անցնենք մեր ծրագրի հիմնական մասին։ Այս տարի լրանում է Աշուղ Աշոտի ծննդյան 118-ամյակը։ Նրա հարուստ երկարվեստը, գեղեցիկ լողերն ու խորիմաստով հագեցած մեղեդիները
մինչև այսօր էլ ապրում են ժողովրդի սրտերում։ Թեև նրա ծննդյան օրը որոշ աղբյուրներում նշվում է որպես ապրիլի 12, իսկ ոմանք հիշում են ապրիլի 25-ին, մենք հավաքվել ենք այսօր մեծարելու նրա անմար հիշատակը և վայելելու նրա ստեղծած անզուգական երգերը։ Աշուղ-Աշոտը եղել է երգի ու խոսքի անզուգական վարպետ, ում երգերում հնչում է սերը, կարոտը, հայրենի հողին տածած անմար սերը։ Եկեք միասին նշենք այս ուշ երեկոյի երգով ոգեշնչման սրտի ջերմություն։ Դեր բարձր տափողջունների ներքո բեմ եմ հրավիրում Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի ազգային երգեցողության դասարանի սաներին, ուսուցիչ Նարեկ Լազյանին։ Աշակերտներին կնվագակցեն Արթուր Փանոսյանը դուդուկ, Հայկ Վարիպյանը դուդուկ, Լիրա Գրիգորյանը քանակ և Յուլիա Չիչվարյանը կլոր։ Սունյակ Սարեր, կատարում է Հարավա Աբրահամյանը։ Ազարումի երկում գովացար եմ տեսել
Սարվորի երգը կատարում են Արևիկ Նարդալյանը և ընկերները։ Լուր տվեք, կատարում է Դոնա Բաբայանը։ Thank you.
Սարի սիրուն յար կատարում են առաջին դասարանցիները Արտյոմը, Սեյրանը, Տարոնը և Միլենան։
Իմ օրորան կատարում են Դավիթ Բալյանը և ընկերները։ Ղարաբաղի գարուն կատարում են Դունե Իսկալյանը, Կարինա Կարապետյանը և Վիգեն Խոջայանը։ Ղարաբաղ
Լուսնի շողով կատարում է Արմինե Հակոբյանը։ Սարերի եղնիկ կատարում է Սմբատ Ասլանյանը։ Մշե պատում յար հոգուս աշխարի, աղուց է
Աշուրը կատարում է Սլավա Միսկարյանը, Գևորգ Գևորգյանը և Մոնթե Հակոբյանը։ Ով Սուրբ Մայր էր, կատարում է Սերժիկ Բաղդասարյանը։
Աշոտն ասած սրպի դուրեն իմ այրը ջերմացնով կրակուրեն իմ այրը հայրենի տուն զանգմատուր է իմ այրը ով սուրբ մայրեն ձեր վիշտնարն է տանեմ մոր մոգնեն ու խոհենարն է տանեմ կարոտնեն ու խոհենարն է տանեմ լուր վառեմ լուր հալվեմ լուր Իմ հայրիկ կատարում է Հենրի Այվազյանը։
Սերես վանքում Տաթևի, կատարում է Բորիս Սարգսյանը։
Բարձր ծափողջուններով եկեք շնորհակալություն հայտնենք մեր նվագարձող երաժիշտներին Արթուր Անոսյան, Հայ Լավիդի, Իրա Հինտորյանը, Յուրա Իսկրամանը, ձեր բարձր ծափողջուններով Սիրով բեմահարթակը զիջեք Կավաշար ազգային նվագարանների համույթին։ Մեր դպրոցի աշակերտները թեև ավարտում են, բայց մնում են մեր կողքին։ Արմատներով միշտ այստեղ են, ուժեղ, հաստատուն և հավատքով լի դեպի վաղվա օրը։ Այս մեմը եղել է և կմնա նրանց հենարանը։ Բեմում Կավաշար ազգային նվագարանների համույթն է, ղեկավար Գոհար Խաչատրյանը։ Սող դառնամ, շող դառնամ, կատարում են Մհեր Հակոբյանը և Լիլիա Կարապետյանը։
Օջախում կատարում է մեր ուսուցիչ Նարեկ Լազյանը։
Այսքանով ավարտեց մեր համերգը նվիրված Աշոտ Աշոտի 110-ամյակին։ Շնորհակալ եմ բոլորիցդ։ Նորից ուզում եմ ասել, որ դուք աշխարհի ամենալավ հանդիսատեսն եք։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ եւ շնորհակալ եմ թե իմ ընկերներին, երաժիշտներին, թե իմ աշակերտներին, իմ կոլեգա երաժիշտներին, շնորհակալ եմ բոլորիցդ շատ։ Այսքանով ավարտվեց մեր համերգը։